Շնորհակալություն, պարոն Պապիկյան, խնդրում եմ հնչեցնել պրակտիկայում։ Ռազմական ակադեմիան ավարտած լեյտենանտը, որը ստացել է գերազանց գնահատականներ, ինչքան աշխատավարձ է կանխատեսվում մոտավորապես, երբ որ անցնի ծառայության, եւ ուսումնական զորամասը ավարտած շարքային զինծառայողը, որը ուսումնական զորամասի ավարտական քննությունները հանձնել է գերազանց, մոտավոր ինչ աշխատավարձ է սպասվում, երբ որ անցնի ծառայության։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, քանի որ խոսքը կարող է վերաբերել տարբեր զորամասերում եւ տարբեր մասնագիտություններով կրթություն ստացած սպաների մասով առիթ եմ ունեցել հնչեցնելու, որ գերազանց գնահատական ստանալու պարագայում ըստ ուղղվածությունների նրանց աշխատավարձը կարող է տատանվել 620,000-ից մինչև 750,000, բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ անգամ, որ այս 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, նրանց աշխատավարձը ավելի բարձրանալու հնարավորություն կունենա ընդհուպ մինչև 820,000-ի, բայց սրանք կարող են հաճախ լինել մասնավոր դեպքեր, որովհետև վերաբերելի կարող են լինել միայն այդ մարդկանց, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն եւ համընկնում են իմ նշված պայմաններին։ Երկրորդը, ինչ վերաբերում է պաշտպան հայրենիաց ծառայող գործընկերներին, այն կարող է տատանվել 420,000-ից մինչև 550,000, բայց նաև մարտական տարբեր ծառայություններ իրականացնելու պայմաններում այդ թվերը կարող են տատանվել նաև բարձրանալ։ Արձագանք, համեցեք։ Չունեք արձագանք։ Ես առիթ եմ ունեցել նաև նշելու Արձագանքեք շարունակեք։ Շարունակեք, պարոն Պապիկյան։ Համեցեք։ Ես առիթ եմ ունեցել նշելու, որ այսօր է զինված ուժերում կախված իրենց մարտական ծառայությունից ու նաև զբաղեցրած պաշտոնից, զորատեսակից, այսօր պաշտպան հայրենիաց ծրագրով զինծառայողներ ունենք, 700,000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում։ Ու 1-2 հոգու մասին չի խոսքը, առիթ է եղել նաև երկրի ղեկավարը թվեր է հրապարակել, դրանք կան, այդ մարդիկ գոյություն ունեն։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։